Պարոն Ղազարյան, այսօր ըստեղության ձեզ պետք է գնահատելի Արցախի համառողջական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից որևէ մեկին սպասելիքներ ունեք, արդյոք այս անգամ չեն բոյկոտի, եթե սկսում Դե ես ամեն անգամ ունեմ լեգիտիմ ակնկալիք, որ այդ հանդիպումները պիտի կայանա, դրա համար ներկայանում եմ, այսինքն ես չնայած մինչև հիմիկվա իրենց կողմից եղած ձախողումներին չեմ հիասթափվում, արդեն դարձել եմ այս ընդունարանի աշխատակից, հələ եւս 4 աշխատանքային օրերի շաբաթվա ընթացքում կա, իսկ մինչև 5 շաբթին եղել ընդունելությունները նշանակված են, ես բոլոր դեպքերում դրանց գալու եմ, իսկ չկայացած բոլոր հանդիպումներին ես համարժեք արձագանքում եմ, օրինակ տնտեսական հարցերի հանձնաժողով, երբ որ չկայացավ հանդիպումը, արդեն հարցում եմ ուղղակի ազգային ժողով, որպեսզի ասեն, թե որն է եղել պատճառը, ով պիտի լիներ պատգամավորներից, որ չի եղել, բայց դες բացի քանի քաղաքացի է հերթագրված եղել, որովհետև կարծիք ունեմ, որ միակ ես եմ եղել եւ պիտի լիներ ԿՊ-ական պատգամավոր եւ այդ ձևով փորձում են խուսափել այդ հանդիպումներից։ Իսկ հարցումը շաբաթօրն եմ հանձնել փոստով, կարծում եմ այսօր կստանան եւ 5 օրյա ժամկետ ունեն պատասխանելու։ Իսկ ինչ վերաբերում է Ռուբեն Ռուբինյանին եւ Հակոբ Արշակյանին, երկուսի վերաբերյալ հաղորդում է տրված գլխավոր դատախազին, որպեսզի նախ վարույթ նախաձեռնվի, հանրային քրեական վարույթ եւ նաեւ միջնորդություն ներկայացվի ազգային ժողով, նրանց երկուսին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու եւ այդ վարույթի շրջանակները որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Պարոն Ղազարյան, Արսեն Թորոսյան մեր մարդն է, որ իմպիչմենթի հետ կապված ձեր նամակը պատմեց եւ համացանցում տեղադրեցած հստալով իր վերաբերմունքը այս գործընթացին։ Եվ պարզ է, որ քպականներն ունեն այս վերաբերմունքը ու ձեր ակնկալիքները արդյոք չեն նվազում, անիմաստ չէ անընդհատ գալ, մերժվել եւ հետ դառնալը։ Ոչ մի դեպքում, ես նաեւ այսօր եթե Արսեն Թորոսյանը լինի իրենից, եթե ոչ, ապա հանձնաժողովի անդամներից կխնդրեմ, որպեսզի ինքը պարզաբանումներ տա իր այդ անթույլատրելի պահվածքի համար, որովհետև քաղաքացու օրը տոնող քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը այդ օրվան հաջորդող առաջի աշխատանքային օրը առանց կարդալու նամակի բովանդակությունը իմանալով միայն որ նամակի հեղինակը քաղաքացի հրապարակային պատռում է դա այն վարքագիծը չի, որ մենք տեսնենք ու դրա հետ համակերպենք։ Նրանք պարտավոր են պատասխան տալ իրենց յուրաքանչյուր քայլի գործողության, այդ թվում նաև նամակների վերաբերյալ, քաղաքացիներից ստացվող գրությունների վերաբերմունքի համար։ Իսկ նաև կարևոր է իմանալ Արսեն Թորոսյանը առհասարակ բոլոր քաղաքացիների դիմումներն է պատռում, թե միայն իմ դիմումն է պատռել, որովհետև եթե պարզվի, որ դա միայն իմ դիմումն է, մյուսներին չի պատռում, ապա դատախազություն հաղորդում էլ իր համար պիտի գնա, որովհետև դա նույնպես խտրական վերաբերմունքի դրսևորում է։ Նրանց որ այս մարդկանց հետ մեր վերաբերմունքը կոնկրետ իմ ոչ թե իրենց ապօրինությունների, իրենց անգործության, իրենց հանցավորության հետ հաշտվելն է, այլ դրա դեմ պայքարելն է։ Եվ միգուցե այդ պայքարը որոշակի ջանքեր է պահանջում, միգուցե այդ պայքարը որոշակի հետևողականություն է պահանջում, ինչը ես տրամադրված եմ անելու մինչև վերջ, այնպես որ հիասթափություն չկա, այդպիսի քայլերով իրենք իմ տրամադրության վրա ոչ մի դեպքում չեն կարող ազդել, այլ կարծում եմ, որ կարող են ազդել հասարակության տրամադրությունների վրա, որպեսզի մարդիկ ինձ թեւթիկուն լինեն այս պայքարում եւ եթե ստացվի, որ ես միայնակ դժվարանում եմ սրանց դեմ պայքարում, ապա մարդիկ լինեն, որ ինձ օգնեն, մենք միասին դա անենք։ Իսկ ինչպես ասել է Հրատ Մաթեոսյանը իր հայտնի ստեղծագործություններից մեկում, 20 հոգի տղամարդ կարա շալվարը հանի, կարա նոր շալվար հարցնի։ Դա խաբերական է։ Աննա Հակոբյանը ձեզ տխմար է անվանել։ Դե հետո Չի ասում ձեր տրամադրության։ Չէ, Աննա Հակոբյանին այդ իմաստով է բանի տեղ դնում։ Պարզա որ միայն ինձ չի նա վիրավորել է նաև Տաթև Արցախին, որի եղբայրը Արցախյան պատերազմի զոհված զինծառայող է եղել, վիրավորել է նաև այլ քաղաքացի Անժելա Թոմասյանին, նաև այլ քաղաքացիներ, ինչ որ մեկին նորից Հանրապետական իրավունքն է իրացնում, ինչպես դուք կարող եք իրեն։ Դե հիմա ես կարծում եմ ինքը եւ ամուսին, եթե նկատել եք վերջին օրերին, Նիկոլ Փաշինյանն էլ ամուսին ենք ասում, բայց նրանք ամուսնացած էլ չեն։ Մի խոսքով այդ զույգը, որ միասին ապրում են մեր պետության հաշվին օրը 1.700.000 դրամ միայն կեցության ծախսերով, այս վերջի շրջանում, եթե նկատել եք, իրենք շատ հիստերիկ անհավասարակշիռ վիճակի մեջ են հայտնվել։ Այսինքն համարժեք են պատասխանում իրենց հոգեվիճակին, ես կարծում եմ, իսկ թե իրենց հոգեվիճակը ինչի է այդպեսի, կարծում եմ դրա զարգացումները շատ տեսանելի են եւ միգուցե նաեւ իմ այս ստեղ գտնվելը, իմպիչմենտի գործընթացը, դրա հնարավոր հանգուցալուծումը կարող է այդ ամեն ինչի վրա ուղիղ ազդեցություն թողնել։ Ես կարծում եմ պետք չի դրան այդ իմաստով ուշադրություն դարձնել, ավելի շուտ ինձ համար
ուշադրության արժանի է Աննա Հակոբյանի ոչ թե վիրավորական խոսքերն, արտահայտությունները կամ ոչիլների մասին իր պատկերացումները կամ իր գլխում դրանց քանակը, այլ ինձ հետաքրքիր է Աննա Հակոբյանի գործունեությունը նախապատերազմյան շրջանում, Աննա Հակոբյանի գործունեությունը 44-օրյա պատերազմի շրջանում, Աննա Հակոբյանի գործունեությունը Իմ քայլը հիմնադրամում, Աննա Հակոբյանի ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում որոշումների կայացման, իսկ դա է հետաքրքիր, ոչ թե իր վիրավորական արտահայտությունները։